Գիտեք ինչքան լավ է աղեստամոքսային տրակտի համար կեֆիրը, եւ եթե այնտեղ կա բիո բակտերիաներ, որովհետեւ դրանք առողջացնում են մեր ստամոքսը, բայց եթե դուք ունեք խնդիր, վքնածություն, փքվածություն, կարելի է ասել եւ գազարտադրություն եւ իհարկե եթե ինչ ուտում եք ծանրության զգացում եք ունենում, ապա անպայման պետք է դիմել գաստրոենտերոլոգի, որովհետև պետք է ստուգել հելիկոբակտերը արյան մեջ։ Իսկ հաճախ հելիկոբակտերը թողնում եք, չեք հետազոտում եւ գալիս է պահ, որ լինում է եւ գաստրիտ, եւ լորձաթաղանթի բորբոքում, եւ խոցեր։ Սիրելիներս, ճիշտ սննդակարգ օգտագործելուց երբեք խնդիր չի լինում։ Նույնիսկ անգամ ամենադժվարամարս սնունդը օգտագործելուց ստամոքսը ինքը մարսում է, որովհետև թթվային միջավայրը այնտեղ ահավոր է, շատ բարձր, եւ լեղու հետ միասին նա կարողանում է լրիվ մարսել։ Եթե խնդիր ունեք, ծանրության զգացում ունեք, անպայման դիմեք բժշկի, չէ՞ որ յուրաքանչյուր հիվանդություն հենց կախված է նրանից, թե ինչպիսին է ձեր սնունդը եւ ստամոքսահեքային տրակտի վիճակը։